Պարոն Իշխանյան, եկեղեցու դեմ հարձակումները շարունակվում են, կան նաև զրույցներ, որ հաջորդը Փաշինյան է գնալու հենց Մայրաթոր անձամբ գրոհելու։ Չի բացառվում, որ այս կիրակի սրա մասին ինչ կարող եք ասել։ Նախ կարող եմ ասել այն, որ հիմիկվանից պետք է բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդները, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիները ու մյուս կրոնական կազմակերպությունների հետևորդները հայտարարեն, որ կիրակի գնալու են իրենք Մայրաթոր պատարագին մասնակցելու, որովհետև նախ տեսանք ինչ եղավ դեկտեմբերի 18-ին եւ դրանից հետո ինձ թվում է հարկ է եւս մեկ անգամ այնտեղ ներկա լինելու, իսկ ինչ կասեմ ահաբեկիչների պահով, այսինքն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դա արդեն պարզ է ինչ է, պարզապես նրանք զենքով դուրս են եկել խաղաղ ժողովրդի դեմ եւ խաղաղ կրոնական կազմակերպության դեմ, որը ոչ բանակ ունի, ոչ բարեկապահական ծառայություն ունի, ոչ, չգիտեմ, ազգային անվտանգության ծառայություն բանակ ունի։ Մի խոսքով, սա ուժերի անհավասար պայքար է, որտեղ մի կողմում քաղաքակիրթ աշխարհն է, այսինքն մենք եւ հայ առաքելական եկեղեցին, իսկ մյուս կողմում ահաբեկիչներն են, կին մասնատող, քնած սպային կացնահարող բարբարոսներ։ Այսինքն քաղաքակրթական պայքար է սա։ Պարոն Իշխանյան, միջքանդում են եկեղեցին, նաև հասցնում են Ադրբեջանի հետ առևտուր անել, օրինակ ադրբեջանական բենզին են վաճառում, արդյոք այս ամենը ճիշտ եք համարում։ Այս ամենը կարող ենք ճիշտ համարել միայն այն պարագայում, երբ որ Ալիևյան ռեժիմը, ֆաշիստական գոյություն չի ունենա։ Այսինքն այն ռեժիմը, որը կրկնում եմ, մասնատում է հայ կանանց, քնած սպային կացնահարողին հերոսացնում է, մտել է մեր տարածքները, գրավել է մեր տարածքները, 150,000 մարդու էթնիկ զտման եւ ցեղասպանության է ենթարկել, ինքը չի կարող համարվել ճիշտ այն տեսակետից, որովհետեւ 5000 հոգի, որոնց սրանք տարել են Արցախում զոհելու, այդ 5000-ը ի վերջո ինչի համար էին կռվում էին մեր իրավունքների պաշտպանության համար։ Հիմա մեր իրավունքները պաշտպանված չի, այդ մարդկանց ամբողջական ցուցակը սկի հրապարակված չի։ Նրանց ծնողների նկատմամբ անարգանքի վերաբերմունք է ամենտեղ ու նրանք փաստորեն այդ 5000 հոգուն զոհաբերել էին, որպեսզի Խաչատուր Սուքիասյանը, որը սահմանադրության խախտումով նաև падգամավոր է, առևտուր անի ու մեր վրա բենզին ծախի։ Իհարկե մեր ինքնության իմաստով ճիշտ չի կարող, թուրքական ինքնության իմաստով ճիշտ է, որովհետև նրանց բնույթն է այդպեսին, ցեղասպանել եւ բան անել, վաճառել իրենց ապրանքը, բայց մեր իմաստով այդ դեռ մի կողմ եմ թողնում են հաշվարկները, հա, թե արդյոք ձեռք է տալիս Հայաստանին այդ բենզինը մտցնել Հայաստան թե ոչ, զուտ այն իմաստով, որ Արցախը հանձնածները պատժված չեն, Արցախը հանձնվել է սահմանադրության խախտմամբ, հռչակագրի ոտնահարմամբ, առանց ժողովրդի իմացության, մի հոգի ուղղակի գնացել է Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազում։ Ու հիմա դրանից հետո ինքը շարունակում է պաշտոնավարել։ Ինքն է կայացրել որոշումները, որ Ադրբեջանից պետք է բենզին ներմուծվի, բայց նրա որևէ որոշում լեգիտիմ չի կարող լինել, որովհետև նա կապ չունի, ուզում է 100% ձայն հավաքած լինի։ Նա այդ 100% ձայնը նույնիսկ կհավաքի, հավաքում է մեր սահմանադրության եւ օրենքների հիման վրա։ Եթե նա այդ ստանալուց հետո խախտում է սահմանադրությունն ու օրենքները, նա իրավասու չի կատարելու իր այն պարտականությունները, որը կատարում է։ Հետևաբար այստեղ ոչ թե մինչև հարցնելը ճիշտ է ադրբեջանական բենզինը Հայաստան մտցնելը թե չէ, ճիշտ չի, որ քաղաքացիական պայմանագիրը դեռ շարունակում է քաղաքականությամբ զբաղվել, սա ճիշտ չի։ Դրանից հետո արդեն գալիս են մնացած սաղ սխալները։ Պարոն Իշխանյան, կուզենայի նաև անդրադառնալ Տիրադավ եպիսկոպոսներին, որ բերում են Մայրաթոր եւ բախում են հրահրում, իրենց պահվածքի մասին նաև կուզենայի մի փոքր խոսեք։ Նրանք պատաններ են եւ նրանց պետք է ազատագրել։ Նրանցից կարող է 1-2 հոգին կամովի է դա արել։ Այնտեղ ակնհայտ երևում է, հա, ոնց որ ասենք arczepiskopos Mirza Xanyan-ը դեռևս բանի ժամանակ Վրաստանի թեմի առաջնորդ լինելու ժամանակ Վրաստանից շատ են բողոքել նրա մասին, լավ, ասենք այդ մեկը ենթադրենք բան է, այն Գեղաշենցի ԱՎ-ի պես այդ դավաճանական այդ խառնվածքը ունեցող մարդը, բայց այնտեղ մարդիկ են, որոնք փաստորեն ինչ-որ շանտաժների պատճառով են արել կամ գործ են հարուցել վրաները, ասել են, եթե չանցնես մեր կողմ, մենք քեզ կբանտարկենք, իրանք ավելի շատ ընտրել են
բան ֆիզիկական ազատությունը, բայց հոգեպես բանտարկությունը, քանի որ երևի սովոր են դրան։ Մեր գործը նրանց ազատագրելն է, յուրաքանչյուր պատանդ, անկախ նրանից թե տեսեք, որ եթե հանցագործը մտնում է բանկ, զենքը դնում է դրամարկղի աշխատողի վրա, ասում է՝ «Տուր քո բաները, փողերը»։ Հիմա այդ դրամարկղի աշխատողը չի ուզում, չէ՞ տա, բայց քանի որ իր կյանքը վտանգի տակ է, հանում է տալիս է։ Հիմա նույն իրավիճակը ունենք այս եկեղեցում։ Անկախ նրանից, թե ինչ հուզական վերաբերմունքներ ունենք, այնուամենայնիվ պետք է հասկանանք, որ նրանք իրենց քայլը կատարել են, քանի որ պատանդ են։ Եթե մենք ազատագրենք նրանց պատանդառությունից, նրանք այդ քայլին չեն գնա։ Գուցե այնտեղ կան որոշակի խնդիրներ օրենքի հետ կապված, հատկապես քրեական օրենսգրքի հետ կապված, դա արդեն աշխարհիկ տիրույթում է, որը պետք է լուծել, երբ որ չլինի արդեն այս իշխանություններ եւ կլինի արդարադատություն, ոչ թե նիկոլադատություն։ Օպերայի փոխտնօրեն եւ դիրիժոր Կարեն Դուրգանյանի եղբոր պահվածքի պատճառով կաթվածի հասել Տեր Վրդանեսը, ասում են իրեն կարգի հրավիրելու ժամանակ է վատացել, սրա վերաբերյալ ինչ կասեք։ Սրա վերաբերյալ ես հիշում եմ, երբ որ Կոնստանտին Օրբելյանն էր օպերայում տնօրեն, թե ինչ բանով էլի sense գրոհով, թե ինքը քաղաքականությամբ զբաղվում օպերայում, այտենց հերյուրանքներով, դեռ Լիլիթ Մակունցն էր այդ ժամանակ մշակույթի նախարարը, այդ հերյուրանքներով, թե ինչպես էին փորձում Կոնստանտին Օրբելյանին հեռացնել այնտեղից, որովհետև նա քաղաքականությամբ չէր զբաղվում, քանի որ նրանց համար քաղաքականությամբ է զբաղվում նա, ով իրենց կողմից չի։ Չէ՞, օրինակ եթե ասենք Ստեփան Ասատրյանը իրենց կողմից չի, այդ կարգալույց քահանան, ապա զբաղվում է քաղաքականությամբ։ Եթե իրենց կողմից է ու քաղաքական տեքստեր է ասում, Նիկոլին է պաշտպանում, չգիտեմ, այդ ամբողջ այդ գրոհին է մասնակցում, ապա քաղաքականությամբ կարելի ասել չի զբաղվում։ Նրանց տեսակետից դե ահաբեկիչ են, հիմա ամեն ինչ կարող հորեն։ Կոնստանտին Օրբելյանի ժամանակ ես հիշում եմ, նույնիսկ կային որոշ գրողներ, հրապարակախոսներ, որոնք շատ գարշելի էր, միացել էին այդ արշավին, հիմա նրանցից մեկը նաև հանրային հեռուստատեսությունում, հիմա չգիտեմ, կարող է չի, բայց լուրերի խմբագիրն էր Մեհեր Արշակյանը, ինքն էլ բաներ հոդված էր գրել համոզելով Կոնստանտին Օրբելյանին, տենց բարոյական դիրքից էլի, սենց ինքը շատ բարոյական էր, Կոնստանտին Օրբելյանին ասում էր բաներ, համոզում էր, որ ինքը հրաժարական տա։ Դե վերջը Կոնստանտին Օրբելյանը հաղթեց այդ գործը իհարկե, բայց պատկերացրեք այն ժամանակ դեռ էյֆորիա կար, ասենք 80-70% այս բաների ահաբեկիչների կողմից էին, չեր ընկալվում ինչ է կատարվում, բայց այդ process-ը շարունակվում է, դա մշակույթ է, այդ մշակույթը, այդ ահաբեկչական մշակույթը եկել է նստել այստեղ, ու տենց բոլոր երևելի արժանավոր բան մասնագետ մարդկանց շարքերից հեռացնում են, մտցնում են, խնդրեմ, այդ փոխտնօրեններին, որ բարձանում են այնտեղ ու սենց ինչ-որ իրանց արևին դիրիժորություն են անում, կամ ասենք, չգիտեմ, Կոջյանի դպրոցի տնօրենը, հա, ասենք, այդ մարդը գնում է պատարակ է գրաքննում, դու բան ես, արվեստի դպրոցի տնօրեն ես, որ պետքա գրաքննությունից սիրտդ խառներ հետ տար, գնացել ես, միացել ես իրենց։ Դե հասկանալի է, հա, պետքա մենք ընկալենք, որ համակարգի վերևում ինչպիսին է մարդը, այնպես ցածրերում նմանվում են իրեն։ Էսա, այդ համակարգի վերևում այդ մարդն է, որը մեզ խաղաղություն է պարգևում մենակ այն ժամանակ, երբ որ ինքը Հայաստանում չի։ Տեսեք, ես 2 օր խաղաղ ապրում ենք, այդպես ինչ-որ լարվածություն բան չկա։ Հեսա կգա նորից կսկսեն այդ խժդժությունները։ Ուրեմն մեր խաղաղության պայմանագիրը հետեւյալն է, այդ մարդուն մեկուսացնել մեր կառավարական լծակներից եւ առհասարակ հանրային կյանքից էլ կարելի է բանան, որտեղ նա ատելության կոչի, ատելության խոսքի քարոզիչ է, ինչի պետքա նրա ձայնը լսվի մեր եթերներում։ Ժողովուրդը չի բաժանվել երկու մասի, ժողովուրդը մի մասում է, ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ Արցախը հանձնած, 355 եկեղեցի հանձնածը, բանակը զավթածը, դատարանները զավթածը, ԱԱԾ-ն զավթածը, ոստիկանությունը, դատախազությունը զավթածը, ազգային ժողովը զավթածը, Հայաստանի անկախությունից մնացել է մի բան եւ եկեղեցին է եւ նա ուզում է դա էլ վերցնի իր ձեռի տակ։ Ժողովուրդը, քանի որ ժողովուրդը ինքը պատանդառության մեջ գտնվելու բանը չունի այդ խառնվածքը, ինքը գերության մեջ է, հա, պատանդ չի, գերի է սրա կողմից, բայց պատանդ չի։ Դրա համար ժողովուրդը այնուամենայնիվ շատ լավ գիտակցում է, թե ինչ է կատարվում եւ բանի ահաբեկիչների մոտ զուտ այդ կազմակերպված այդ խմբակն է, կարա մի քիչ ավելանա, երբ որ Մայրաթորի վրա հանկարծ գրոհ են փորձեն կաթողիկոսին գերեվարել, այդ ժամանակ կարող է մի քիչ շատանա, բայց այնուամենայնիվ ժողովուրդը
մեր ժողովուրդը քաղաքակիրթ ժողովուրդ է, չէ՞, մենք քաղաքակրթության ներկայացուցիչներ ենք եւ մեզ համար անընդունելի է օրինակ քնած մարդուն կացնահարելը, կին մասնատելը, չէ՞, դες բաները անընդունելի են։ Իրանց համար ընդունելի է, իրանք այդ բանն են, խառնվածքի տեր մարդիկ են։ Հիմա հարցը թե ինչ հանգուցալուծում կունենա, այս պահին այտենց դրան պատասխաններ տալը բան չի, արդյունավետ չի։ Ավելի արդյունավետ է մտածել թե ինչ կարելի անել է սպարագայում, որպեսզի չլինի այն, ինչ թուրքական աշխարհի նպատակն է, հա, ջնջել հայկական եկեղեցին, տարալուծել Հայաստանը Թուրքիայի մեջ, ստեղ սարքել Ադրբեջան, հայերին ստեղից դուրս շպրտել։ Մի բան հստակ է, որ պետք է երբ որ ուզենան կաթողիկոսին գերեվարել, առավելագույնս պետք է թույլ չտանք, որ դա արվի, որովհետև դա է ճիշտը։ Նրանք իրավունք չունեն մարդկանց գերեվարելու կամ չգիտեմ, այդ կեղծ փաստաթղթերը, որ շպրտում են, իսկի սաղ կյանք հակասովետ են եղել, իսկի չգիտեմ, որ սովետում բան էր, KGB-ում գրագրությունը բանով էր անցկացվում։ Այդ դրանց մեջ էլ լիքը նախկին ընկերներիցս կա, իմ ֆիլմերն էլ տեսել էին, ասենք, NKVD-ի հետ կապված բաներից, արխիվներից հանած, սա ռուսերեն էր։ Էդ էլ, այսինքն նույնիսկ այդ իրաց բան չի տվել, գիտելիք չի տվել։ Հա, ուրեմն մենք այն ինչ որ անում է ժողովուրդը, ինքը շատ ճիշտ ուղով անում է։ Նրանք անում են իրենց սխալները, բարբարոսական ակտերը, ժողովրդի կողմից, այս կողմից գալիս է իր ճշմարիտ խոսքը, հակազդեցությունը եւ ասում եմ պետք է այս ճշմարիտ խոսքը նաեւ դառնա այն ուժը, որով թույլ չտան, որ այս ահաբեկչությունները շարունակվի։ Իհարկե, կրկնում եմ, ուժերի համամասնությունը շատ տարբեր է։ Նա ունի ԱԱԾ, ունի ներքին գործերի նախարարություն, քննչական, ունի դատախազություն, այս գվարդիան են ստեղծել ինչ-որ կարմիր բերետներ ունի, դայք ինչքան ուժ, բանակ ինչ-որ իմաստով, այսինքն ամբողջ ուժայինները նրա ձեռն են, մեր ձեռը, մեր խիղճն է, մեր ճշմարտությունը, բայց հետաքրքիրը այն է, որ պատմությունը շատ է ցույց տվել, որ ինչքան ուզում ես այս ուժը ունեցի, միևնույն է արդարությունը ճշմարտությունը ի վերջո հաղթում է, ու հետո երկարատև հեռանկարում ավելի անդլայնվում։ Մենք քրիստոնյա ազգ ենք, հենց քրիստոնեությունը տենց է, չէ, զարգացել։ Այդ մարդը ոչ մի բան չուներ, մարդ Աստվածը, Հիսուս Քրիստոսը ոչ մի բան չուներ։ Ուներ իր առաքյալներն էր, բան, ամբողջ հռոմեական կայսրությունը բան դեմը դուրս եկավ, խնդրեմ, հիմա հռոմեական կայսրությունը չկա, քրիստոնեությունը կա։